Թրամփը Իրանին մեղադրել է հրադադարը խախտելու համար, նշելով Իրանը կրակել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի ուղղությամբ։ Ամերիկյան բանակը հարվածել է Իրանին, ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակման։ Իրանը պատասխանել է ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակմամբ։ Իսրայելն ու Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել։ Կողմերի հայտարարությունների համաձայն փաստաթուղթը հիմք կդառնա հակամարտության ավարտի համար։ Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան փնտրողների համար, իսկ Հայիթիից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականները պետք է լքեն երկիրը, հայտարարել է Սպիտակ տունը։ Թուրքիան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում բանակցությունների համար, ասել է Հաքամ Ֆիդանը։ Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, հանդիպել Պուտինի հետ։ Նախագահները քննարկել են Միութենական պետության օրակարգը, առևտրատնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը։ Բռունցքները գործի են դնում նաև Վրաստանի օրենսդիրները։ Մեր հարևան երկրում պատգամավորները միմյանց հարվածել են Գեորգի Շարաշիձեի երկրի վարչապետին ուղղված քննադատական ելույթից հետո։ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, տուժածների թիվը գերազանցել է 3300-ը։ Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը, նա 73 տարեկան էր։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։